Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք շրջակա միջավայրի նախարարության, հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանին եւ նույն կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանին։ Բարև ձեզ, հարգելի բանախոսներ։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք այսօր խոսելու ենք գարնանային վարարումների հնարավոր ռիսկից, ջրամբարների լցվածության, Սևանա լճի մակարդակի ցուցանիշներից, ինչպես նաեւ կանդրադառնանք ապրիլ ամսվա եւ առաջիկա օրերի եղանակային պայմանների կանխատեսմանը։ Խնդրեմ։ Շնորհակալություն, ես ներկայացնեմ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների կանխատեսումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Գետերում գարնանային վարարումների մեծությունները պայմանավորվում են աշնանային, ձմեռային ամիսների դիտված եւ ապրիլ-հունիս ամիսների կանխատեսվող հիդրոթերապևտաբանական պայմանների առանձնահատկություններով։ Վերլուծելով աշնանային ժամանակաշրջանի հիդրոթերապևտաբանական պայմանները եկել ենք այն եզրակացության, որ 25 թվականի գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա դրանք հիմնականում կունենան դրական ազդեցություն, քանի որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղումները եղել են նորմայից բարձր, միայն նոյեմբեր ամսին է, որ տեղումները եղել են նորմայից ցածր։ Ձմեռային ժամանակաշրջանում դիտված հիդրոթերապևտաբանական պայմանները 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա կունենան բացասական ազդեցություն, քանի որ համաձայն դիտարկումների տվյալների 2024-25 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55 մմ, որը նորմայի ընդամենը 49%-ն է, եւ 24-25 թվականի ձմեռը դարձել է ամենաչորը մեր հիդրոթերապևտաբանական դիտարկումների պատմության ընթացքում սկսած 1935 թվականից։ Ձմռան 3 ամիսներն էլ չորային են եղել, հատկապես չորային է եղել հունվար ամիսը, երբ ամսական տեղումները կազմել են նորմայի ընդամենը 18%-ը։ Այն երկրորդ չոր հունվարն էր հիդրոթերապևտաբանական դիտարկումների պատմության ընթացքում 1999 թվականից հետո։ Դեկտեմբերին եւ փետրվարին ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի համապատասխանաբար 45 եւ 79%-ը, մի շարք կայաններում 30-ից 40 օր անընդմեջ ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել։ 2025 թվականի մարտի 25-ի դրությամբ հանրապետությունում ծնածածկույթ առկա է եղել միայն 1800 մետրից բարձր շրջաններում, բացառությամբ Լոռի Տավուշի առանձին վերջին պրոցեսներով պայմանավորված առանձին շրջաններում, Արագած բարձր լեռնային կայանում, որը 3229 մետր բարձրության վրա, ծնածածկույթը կազմել է 168 սանտիմետր, ինչը 40-ից 50 սանտիմետրով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից եւ կազմում է նորմայի 76%-ը։ Գետավազաներում կուտակված ջրամբաշարները վարարումների ժամանակաշրջան ընթացնելով կարող ենք ասել, որ կուտակված ջրամբաշարները վարարումների ժամանակաշրջանում կձևավորեն նորմայից բացասական շեղումով հոսքի ծավալներ։ Ինչ վերաբերում է ապրիլ-հունիս ամիսների կանխատեսումներին, ապա դրանք կանխատեսվում են ջերմաստիճան նորմայից բարձր, տեղումների քանակը ապրիլ-մայիս ամիսներին նորմայի մոտ, իսկ հունիսին նորմայից պակաս, ինչի մասին առավել մանրամասն պարոն Սուրենյանը կներկայացնի։ Արդյունքում ընդհանրացնելով դիտված եւ կանխատեսվող հիդրոթերապևտաբանական պայմանները, եկել ենք այն եզրակացության, որ 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները հանրապետությունում կանխատեսվում է նորմայի 50-ից 90%-ի սահմաններում։ Առավելագույն ելքերի անցումները կանխատեսվում են մայիսի առաջի եւ երկրորդ տասնօրյակներում։ Ջերմաստիճանների կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ, որոնց վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ հնարավոր է տալ միայն 3-ից 4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքները եւ ինտենսիվ անձրևները։ Հիմք ընդունելով եղանակի դիտված պայմանները եւ կանխատեսվող պայմանները, ինչպես նաեւ առփասեւան ընդունելով վերջին տարիներին մոտ գործող ջրի միջին քանակությունը եւ Սևանա լճից բարձրող ջրի քանակը ընդունելով 170 միլիոն խորանարդ մետր, 2025 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում կանխատեսում է Սևանա լճի մակարդակի
բարձրացում 24-ից 29 սանտիմետր։ Նշեմ, որ այդ ցուցանիշը մոտ 13 սանտիմետրով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի բարձրացման ցուցանիշից։ Անցյալ տարի այդ ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է 42 սանտիմետրով։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կանխատեսվում է 1900.36-ից 1900.41 մետրի սահմաններում, որը հունվարի 1-ի համեմատ կլինի -3-ից +2-ի սահմաններում։ Դիտարկվող 5 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում 100% լցվածություն, Արփիլի ջրամբարում 55-ից 60% լցվածություն, Ապարանի ջրամբարում 45-ից 50, Ազատի ջրամբարում 85-ից 90%, Մարմարքի ջրամբարում 95-ից 100%։ Ընդհանուր ջրամբարների ջրալցվածությունը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 15%-ից 20% քիչ ջրալցվածություն։